իրականում մեծ մասը արդեն հարազատ է, որտեղ առաջին անգամ չի հանդիպումը, այս դահլիճում կամ ամեն մեկի բնակավայր գյուղերում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել ու շարունակում ենք այդ կապը։ Նայեք, մեր երկիրը սիրող հայրենասեր ամեն մարդ Հայաստանում կա երկու քաղաք, երկու ճանապարհ, որ հանգիստ չի կարողանում գնալ։ Այդ մեկ Վարդենիսն է, մեկ էլ Գորիսն է, որտեղ ամեն մեկը հասնելով Գորիս եւ Վարդենիս, այն սրտի ցավը, որ ունի, Կորսովա ծիրահարցախ հայրենիքի հետ կապված, չի կարա հանգիստ ապրի, չի կարա հանգիստ ապրի, եւ իրականում նաեւ այս երկու տարածաշրջանների, եւ Գորիսի, եւ Վարդենիսի, եւ աշխուժության, կենսագործունեության առումով այն հարվածը, որ եղավ, բայց դրա հետ մեկտեղ հայրենիքի կորստի հարվածն է։ Ու պատահական չի, այստեղ շատ-շատերի ճանաչում եմ նաեւ, որ հաստատվել են հենց այս տարածքով։ Հաստատվել են Մեղու են պահում, որ Բերդաձորից օրինակ Մեղուն բերի Բերդաձորի բուրմունքը ավելացնի իր մեղերի մեջ։ Բայց մի բանի մասին եմ ուզում ասել, տեսակի մասին։ Իրականում չեմ ուզում սենց քաղաքական բան համոզեմ, թե ինչ է այս իշխանությունը։ Ես ուղղակի երկու տեսակ մարդ եմ, հայեր չեմ ասում։ Իշխանության եւ այն մարդիկ, որ հավաքվել են, Հայաստան դաշինքի շուրջ են հավաքվել, պարոն նախագահի շուրջ են հավաքվել։ Այդ Գորիս եղավ են, ոնց որ գերազն ասեց, այն հարվածի տեղը, որտեղ մեր 100,000-ից ավել արցախահայերին դիմավորեցին, փայփայեցին, հասան օգնության։ Այստեղ շատ-շատերը գորիսեցիների այդ օգնության հասնողներն են։ Եկել են Երևանից տարբեր շրջաններից օգնություն։ Նորմալ որևէ հայ այս ամբողջ ընթացքում որևէ արցախցու կարող է երես տա, որ սա է մարել, սա է մարել, մեր հայրենակիցներ և մեր պարտքն էր, որտեղ Արցախն էր, որ Գորիսը, Արցախն էր, որ այստեղի շուրն ու մյուս գյուղերը սահմանամերձ չէ դարձնում, Արցախն էր պահում, որ Վարդենիսը սահմանամերձ չէ, ներքին հանդում մի տարի առաջ միկին Նիկոլին ասում է շնորհակալ եմ, որ առաջի ղեկավարներ եկած սահմանամերձ գյուղ, ասեմ լսեք, ներքին հանդը Հայաստանի կենտրոնն է, այդ օգնող ու սրտով օգնողը մի տեսակն է, որ այս իշխանության դեմ է կանգնած, երկրորդ տեսակը, որ մարմնացնում է Նիկոլ Փաշինյանին, տեսել եք, առավոտվան գիշեր, ինչ տարիքով մարդերում ասպա թոշակը 10,000-ը բարձրացրել են, 2 կոպեկ փողա բարձրացել, բայց այս ժողովրդի քթից է բերում։ Նիկոլից հետո ՔՊ-ի ամբողջ մարմնացումը Թալինում մի հատ քաղաքապետ կա։ Եկեղեցու դեմ հարձակվող, հայրենակիցների հետ դեմ հարձակվող, ամեն օր ճամբար փոխած, 30 տարվա մեջ իր գերդաստանով հազարատներ փոխին։ Մեկ Լևոնի կողքեն, մեկ Լևոնի դեմ են, մեկ սրա կողքեն, մեկ սրա դեմ են։ 2 օր առաջ այդ Սափեյանը, Թալինի քաղաքապետը ասել է մի արտահայտություն, որ այսօրվա իշխանության քաղաքականությունն է։ Գրում է թե արցախցի կինա, բայց վստահ է, որ արցախցի են չէ արմատներով, վերաբնակեցված շրջաններից են, ասում է ես ենք կարել, մեկ էլ ասում է չէ թողեք, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ասում է Հայաստանը թողեք գնալու է։ Այս է հայի և ոչ հայի տեսակը, ու ձեր ընտրությունը այս երկու տեսակի մեջ է, մեր հայրենակիցների, քանի որ հիմա Հայաստանի տարբեր բնակավայրերում նայում են, և այս առումով մեր երկրի ապագան, որ ասում ենք վճռական ընտրությունը սրանով Հայաստանը վերադարձում է հայ տեսակի իշխանության, թե Հայաստանը թողնում ենք թշնամու ձեռը մնա։ Այլ ընտրություն չկա, ոնց որ Սև լճի մոտ ծածկա դպոց արեցի, թե ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է, ոնց որ առավոտվանից քեֆ ուրախություն համերգ, ուտել, զրկտվել, գարան խաշլամա, բայց մարդկանց մեջից ուղեղից որ հաներ, որ իշխանասարի գլխին թուրքը նստած է, որտեղ թուրքը նստած է, որտեղ գյուղերի սահման մեկ դիրքից մեկը 30 մետր է, տեղ գյուղի դիրք գնում է, մարդ լացը գալիս է, քարը խփում է, քարը հասնում է թուրքին, դե այդ քարը խփելու համար զինվոր
զինվոր են պատժում։ Հիմա որևէ մեկը հիշում Հայաստանում, որ տեղ գյուղում այս իշխանության անշնորհքության հետևանքով թուրքը 1.5 կիլոմետր առաջ կա։ Մեր 4 հրաշքպեստազի տղեկ զոհվեցին դրա պատճառով։ Չեմ ուզի ոչ մի բան ավել ասել։ Վստահ եմ դուք ինձ ավելի շատ կհամոզեք, որ միասին կարող ենք, միասին կարող